3, 2, 1, սկսեցին։ Ունեմ, չունեմ, զենք։ Առողջություն, նյարդեր, ներքին կուխնյան ժամանակը ի վնաս մեզ աշխատեց միանշանակ։ Ես ինքս ինձ չէի զգում իմ օրգանիզմի մեջ, իմ մարմնի մեջ։ Տարիների ընթացքում մարդիկ ավելի ինքնազարգանում են։ Ամեն մեկն ուզում է, որ ինքը դառնա չեմպիոն։ Մարդ ուղղակի հասարակ, ծովից ծով Հայաստան։ Ողջույն Armen Press-ի սիրելի ունկնդիրներ։ Այսօր սպորտ զրույցի հյուրը օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն ու բազմակի մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոն, շատ շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ գալու համար։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Եվ սկսելով ամենամոտ մրցաշարից, որը Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ մասնակցեցիք ձեր հին ու սիրելի քաշային կարգում, պիտի խնդրեմ, որ գնահատական տակ ինքներդ ձեր արած աշխատանքին, ինչպիսին էր Եվրոպայի առաջնությունը ընդհանուր առմամբ։ Եթե գնահատական պետք է տամ իմ արած աշխատանքին, գնահատեմ, եթե 10 բալանոցից, ուրեմն 2 կամ 3, քանի որ թեկուզ այս քաշերը, որոնք որ բարձրացվեցին Եվրոպայի առաջնությունը հաղթելու համար, դրանք շատ փոքր քաշեր էին։ Բավական է այն առումով, որ Եվրոպայից առաջ մկանս կտրեցի ոտքիս եւ դրանից հետո ահագին ժամանակ չկարողացա նորմալ պարապել ու դրանից հետո արդեն երբ որ նոր սկսեցի մտնել ոնց որ ֆորմի մեջ, արդեն մրցում գնալու ժամանակն էր եւ քանի որ կարեւոր էր այս մրցումը գնալը, ես գնացի, ասեմ, որ մրցումներից առաջ մարզումների ժամանակ բարձրացրել եմ 210 կիլոգրամ հրում, մրցմանը տեսակ 214-ից սկսեցի, 225 բարձրացրեցի, այդ առումով բավական եմ համարում, բայց սրանք այն քաշերը չեն, որով որ պետք է Եվրոպան հաղթել կամ դրանց մասին խոսալ կամ քննարկել լավ էր թե վատ էր, միանշանակ լավ չէր։ Սիմոն, նույն քաշային կարգում մենք ունենք Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը Գարիկ Կարապետյան, ով շատ հեռանկարային մարզիկ է։ Ես կուզենայի ձեր կարծիքը լսել երիտասարդ սերնդի մասին եւ մասնավորապես Գարիկի մասին։ Թիմում ունենք շատ երիտասարդ սպորտսմեններ, որոնք համալրվել են թիմ եւ շատ պերսպեկտիվնի մարզիկներ են, որոնք որ դեռ հետագայում կլսեք նրանց անունները։ Գարիկ Կարապետյանն էլ ինքը էլ շատ տաղանդավոր սպորտսմեն է, տղա, ընկեր, թիմակից եւ բոլորս էլ միանշանակ ինչքան էլ բոլորս ամեն մեկն ուզում է որ ինքը դառնա չեմպիոն, բայց ես Գարիկի համար ուրախացա այնքանով, որ Գարիկը իր համար նոր քաշ բարձրացրեց եւ կամային հատկանիշների շնորհիվ ապացուցեց, որ ինքն էլ է ուժեղ, ինքն էլ խոսք ունի ասելու եւ միանշանակ բարձր կգնահատենք այս բանը։ Սիմոն, ես հիշում եմ, որ Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո դուք բարձրացաք գերծանր քաշային կարգ, այնտեղ մնացիք մի քանի տարի եւ հիմա նորից վերադարձել եք։ Նախ պիտի խնդրեմ, թե պատմենք, թե ինչու նախ բարձրացաք գերծանր քաշային կարգ, ինչն էր խնդիրը այդ քաշի փոփոխության։ Քանի որ այլևս օլիմպիական չէր 109 քաշային կարգը, ավելի շատ դա ստիպեց։ Հետո արդեն ես 8 տարի եւ ավել քաշեի գցում եւ դրանից արդեն եւ իմ ֆիզիկական եւ նյարդային բոլորը ոնց որ խառնվել էր իրար, այլևս չէր ստացվում քաշ գցել եւ այն ժամանակ, քանի որ տարիների ընթացքում մարդիկ ավելի ինքնազարգանում են, ինքնակրթվում են եւ շատ բաներ ավելի հասուն տարիքում ավելի ուրիշ ձև ես հասկանում ու ավելի ուրիշ կողմից ես նայում եւ այս տարիներին արդեն վերջի տարիներին արդեն հասկացա, որ նաև այդ գերծանր քաշային կարգը իմը չի, քանի որ քաշերը մնացել են նույն տեղում։ Ես ինքս ինձ չէի զգում իմ օրգանիզմի մեջ, իմ մարմնի մեջ եւ ապարդյուն էր այդ ամեն ինչը։ Դրանից հետո արդեն քաշը իջեցրեցի, այն ժամանակ 120-22-23 կիլոգրամից էի քաշս իջեցնում 100-ը։ Հիմա արդեն մարզումային քաշս 113-ից 15 է լինում, որը որ շատ նորմալ է։ Մրցումից առաջ այդքան քաշ գցելը դա արդեն նորմալ կանդրադառնա եւ այս մրցման էլ շատ նորմալ ես իմ քաշը իջեցրեցի
քաշը իջեցնելուց հետո նորմալ մասնակցեցի, այսինքն արեցի իմ մարզավիճակին համապատասխան ավել արեցի եւ այդպես հիմա արդեն քանի որ քաշը նոր ենք իջեցրել, ճիշտ է, իմ բարձրացրած քաշերն են փոքր, բայց դա ուղղակի այս ամեն ինչը նոր ենք անում եւ օրգանիզմը պետք է սովորի եւ քաշ իջեցնելուց բոլորս էլ գիտենք, որ ոչ միայն ճարպից է գնում, այլ նաեւ մկանային զանգված է գնում եւ այդ մկանային զանգվածը մենք պետք է բերենք լրացնենք եւ քանի որ մկաներն էլ ունեն հիշողություն, նրանք Սիմոն, ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, դուք դեռևս մնում եք ծանրամարտում եւ հստակ գիտակցում եք, որ ասելիք ունեք մարզաձևում։ Միանշանակ։ Եվ արդյոք առաջկայում ձեր հաջորդ քայլը, այսպես ասած, աշխարհի առաջնությունն է այս տարվա ընթացքում։ Այո, աշխարհի առաջնությանը արդեն պատրաստվում եմ, հավաքները կսկսվեն մոտավոր 1 ամսից, բայց դահլիճում իմ մարզիչի հետ անձնական մարզումները անցկացնում եմ, արդեն պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը։ Ձեզ զգում եք ինչպես հին ու բարի ժամանակներում կամ ինչպես Ռիոյի օլիմպիական խաղերի ընթացքում էր այս նոր քաշում։ Անկեղծ ասած, այո, հիմա ինձ շատ լավ եմ զգում, թե պարապմունքների տեսողության առումով ամեն ինչ կարծես թե նույնն է։ Եվ գալով արդեն օլիմպիական խաղերին, Տոկիո օլիմպիական խաղերը ձեր վերջին օլիմպիական խաղերն էին, որտեղ շատ մոտ եք այն բաղձալի ոսկուն, հիմա հետ նայելով, ինչ տեղի ունեցավ։ Ոչ թե ցավով, այլ ինչ տեղի ունեցավ որպես փաստեր արձանագրելով։ Ուղղակի վնասվածքները չթողեցին այդ բանը, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ։ Եթե 21 թվականին չլիներ, այլ 20 թվականին, որտեղ որ այդ ժամանակահատվածում ոչ մեջքս էր ցավում, ոչ մենիսկս էի կտրել, վնասել, այդ 20 թվականին միանշանակ չէր էլ քննարկվելու ուրիշ տարբերակ, իսկ 21 թվականին արդեն ժամանակը ի վնաս մեզ աշխատեց, վնասվածքներից հետո որոշում կայացվեց, որ պետք է վիրահատվեմ, հետո որոշում կայացվեց, որ եթե վիրահատվեմ ժամանակահատվածը շատ քիչ է վերականգնվելու, մի խոսքով վնասվածքներով մարզվեցի, ինչքան որ կարողացա, եւ բացի վնասվածքներն էլ, երբ որ ունես վնասվածք եւ դրա հետ մեկտեղ քաշ ես իջեցնում, դա շատ ծանր է անդրադառնում օրգանիզմի վրա։ Ну, հիմնականում դա էր պատճառը, երբևիցե չեմ սիրել ուրիշ մարդկանց մեղադրել կամ Բայց ափսոսանք չունեք, չէ՞։ Միանշանակ կա ափսոսանք, ոնց կարող է չլինել, բայց ինձ համար ինչը որ արդեն եղել է, դա անցյալ է։ Դա ուղղակի պետք է քո համար ավելի խթան հանդիսանա, որ դու ավելի քո այդ սպորտային զայրույթդ ավելի ճիշտ օգտագործես եւ դրանից հետո մնացած մրցումների համար քո ունեցած այդ ներուժը ավելի ճիշտ ներդնես այդ ամեն ինչի մեջ։ Սիմոն, օլիմպիական քաղց ունեք դեռևս ցկտում ունեք մեդալի, օլիմպիական մեդալի եւ ինչու ոչ նաեւ ոսկու։ Ունեմ, ոչ չունեմ։ Նպատակը դա է 100-ի քաշ վերադառնալը, քանի որ 100-ի քաշը արդեն դարձել է 110 քաշային, այսինքն 1 կիլոգրամով ավելացել է, քաշային կարգերը փոխվել են եւ օլիմպիական է դարձել, ինչքանով որ գիտեմ։ Եվ դա է պատճառը, որ նորից ցանկություն կա վերադառնալու մեծ սպորտ։ Սիմոն, ինչ է ձեզ տվել ծանրամարտը եւ ինչ տարել ձեզնից։ Ճիշտն ասած, այնքան բան է տվել ինձ ծանրամարտը, որ նույնիսկ տանելու մասին չեմ էլ ուզում խոսալ, նու տարել է առողջություն, նյարդեր, ինչ որ երիտասարդ տարիներից ժամանակահատված մեծ։ Միանշանակ այդ ամեն ինչը դու պետք է տաս, որ ստանաս ինչ-որ մի բան եւ բնականաբար չեմ փոշմանում։ Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը, մի քիչ արդեն սպորտից հեռանալով, բայց նաեւ որպես Սիմոն Մարտիրոսյան մարդ բարձրայտելով,
Բոլորս մեր կյանքում ունենք ինչ-որ մի անձի, ով օրինակ է մեզ համար, հա, առօրյայում իր ապրած կյանքով, աշխարհայացքով եւ արժեքներով, ունեք արդյոք դուք այդ մեկին եւ ով է նա։ Ինձ համար ամենաթանկ մարդիկ իմ ընտանիքի անդամներն են եւ այն մարդկանց հետ, ում ես շփվում եմ եւ ինձ հոգեհարազատ եմ համարում, կոնկրետ մարդ չկա, եթե ընտրյալ նկատի ունեք, չունեմ։ Իսկ որպես մարդկային եւ օրինակ եւ մարզաձևում օրինակ։ Ունեմ եւ թիմում ունեմ, այսինքն արդեն Տիգրան Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գորմինասյան, մեր թիմում ունեցել ենք, երբ որ ես նոր եկել եմ ծանրամարտ, ունեցել ենք օրինակ վերցնելու մեզ համար մարդիկ, ումից որ սպորտսմեններ, ումից որ օրինակ են վերցրել եւ ունենք շատ լեգենդներ, ումից որ որպես սպորտսմեն օրինակներ վերցրել եմ։ Ում եք զանգում առաջինը լավ լուր ստանալիս։ Ծնողներիս, եղբորս։ Ընտանիքի անդամների։ Սիմոն, եթե հայտնվենք անմարդաբնակ կղզում, ինչ կվերցնեիք ձեզ հետ։ Զենք։ Բացահայտենք, հա, որ մարդկանց մեր ունկնդիրների համար, որ ձեր հոբին հենց ոսորդությունն է, որ հանկարծ այլ բան չմտածեն։ Հերույց է գալել։ Այո։ Ինչ կասեիք այն 13-ամյա Սիմոնին, ով առաջին անգամ մտնում է ծանրամարտի դալիճ եւ ունի խորհուրդ ավակից, բայց ոչ այն ավակից, ով պիտի անցնի այդ ճանապարհը։ Ինչ խորհուրդ ունեմ։ Այո, ինքներդ ձեզ։ Բոլորս էլ ինչ որ պահի մտորում ենք եւ այդ մտորումների մեջ այդ հարցը ինձ էլ է ոնց որ միշտ մտածել եմ ու այդ ուղղությամբ դե շատ լավ կլիներ, ամեն բան ավելի ուրիշ ձև կլիներ, բայց դրանք արդեն ոնց որ իմ ու 13 տարեկան Սիմոնի ներքին կուխնյան է, էլի ոնց որ։ Սիմոն, ճիշտ եմ հասկանում, որ ընդունել եք այն իրողությունը, ինչ որ եղել է մինչ այս, բայց վստահ եք, որ դեռևս ասելիք կա սպորտում եւ պետք չի ժամանակից շուտ ձեզ, այսպես ասած, ճակերտներից դուրս թողնել։ Ընդունել չես կարող, քանի որ ինչը որ եղել է, դա արդեն փաստ է։ Իսկ ինչը որ կլինի, դա արդեն ցանկություն է եւ այդ ցանկության համար էլ քեզ պետք է ընդամենը ներուժ, համբերություն, որ այդ ամեն ինչը ստացվի։ Ես գիտեմ, որ ինչը որ ես կարող եմ, այդ ամեն ինչի մեջ ես մտնում եմ, եթե չեմ կարող, ուրեմն իմաստ չկա։ Եթե տեսնեիք Աստծուն, ինչ կասեիք։ Ծովից ծով Հայաստան։ Ես կուզենայի հիմա շատ կարևոր մի փաստ ընդգծել։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ մենք նախագիծ էինք արել եւ ձեզ հետ հարցազրույց ունենք։ Ես մինչեւ մեր հարցազրույցը մեր բոլոր զրույցները վերընթերցեցի եւ դուք նույն պատասխանն էիք տվել Տոկիոյի հարցազրույցի ժամանակ, որ Աստծուց կխնդրեք ծովից ծով Հայաստան։ Եվ դրանք անփոփոխ են, իրականում Աստծուց պետք է միայն շնորհակալություն հայտնենք, թե այն փորձությունների համար, որ տվել է մեզ, որպեսզի մենք կոփվենք եւ ավելի ուժեղանանք եւ շնորհակալություն հայտնենք այն կամային հատկանիշները, որ մեզ շնորհել է եւ մենք այդ ամեն ինչի մեջով անցնում ենք եւ կոփվում դառնում ենք այն ինչը որ կանք, ավելի հասուն, ավելի խորիմաստ, ավելի ու ավելի։ Դա այդ ամեն ինչը ես շնորհակալ եմ իմ Աստծուց, թե վատ բաները, թե լավ բաները, որոնք որ ստացվում են մեր կյանքում, դրանք տված են նրա համար, որ մեզ փորձեն մեր կամքը, մեր հավատքը։ Եվ վերջում Սիմոն, գիտեմ դեռևս վաղ այս հարցը տալու, բայց վաղ թե ուշ սպորտը երկար չի պահում մարզիկներին եւ վաղ թե ուշ հեռանալու եք նաեւ ծանրամարտից, ինչպես կուզեք, որ ձեզ հիշեն որպես սպորտսմեն եւ ինչպես կուզեք, որ հիշեն ձեզ որպես Սիմոն Մարտիրոսյան։ Մարդ ուղղակի հասարակ ժպտերես։ Իսկ որպես սպորտսմեն միանշանակ կուզեի որպես օլիմպիական չեմպիոն հիշեին։ Շատ շնորհակալ եմ Սիմոն։ Ձեզ էլ եմ շնորհակալ։